թեթև կլիներ։ Շիրակի մարզ աչ դեպի Լոռու մարզ Վանաձոր, այս վիճակն է։ Դեպի Վանաձոր է դնում ճանապարհը ուղիղ դեպի Շիրակի մարզ։ Երևան Գյումրի ավտոճանապարհի Արագածոտնի վարչական տարածքում ենք Արագածոտնի մարզի, տեսնում եք ճանապարհի վիճակը։ Ցանկալի 8
4 կմ հատվածում ենք դեպի Գյումրին տանալուց, տեսեք, ճանապարհի վիճակը տեսեք։ Այլ արդեն 39 կիլոմետր հատվածն է Երևան-Գյումրի, տեսեք ճանապարհի վիճակը, Արագածոտնի մարզ։ Արդեն հասնում ենք Կոշ, նույն բարձի թողի վիճակն է։ Հասանք արդեն 40 կմ հատված։ Հունվարի 19-ն է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34 կմ հատվածն ենք դեպի Երևան ընթացող եւ Երևանից դեպի Գյումրի ընթացող ճանապարհահատվածը տեսնում եք ինչ վիճակ է։ Ընդհանրապես կարելի ասել աշխատանքներ չի կատարվել ճանապարհի սպասարկող ճանշինի կողմից։ Հիմա տեսնում եք, այս վիճակն է։ Հետաքրքիր է Արագածոտնի փոխմարզպետը, Տիկին փոխմարզպետ, մի հատ եկեք այստեղ ու ձեր աչքով տեսեք, որ ոչ մի աշխատանք չեն կատարել։ Հակառակ դեպքում, երբ ֆոտոներով, լուսանկարներով, տեսանյութերով հրապարակում ենք, որ ձեր մարզում բարձի թողի վիճակը, մի լալա հառաչ ստատուս է գրում, թե տեղեկությունները սուտ է։ Սրան ինչ կասեք։ Ամբողջությամբ մերկասառույց ոչ մի աշխատանք չի կատարվել, սա գլխավոր ճանապարհն է։ Ճանշինը ինչ է մտածում։ Կառավարությունը չոտքի ճշտել են, պարտաճանաչ վճարումները կատարում է, ֆինանսերը հատկացնում է, բայց օգուտ չկա։ Այստեղ նաև պետք է բավականին խիստ լինի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը պարտավորեցնի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին, որ ռեալ զբաղվեն աշխատանքով, ես ինչի է նման, տեսեք, ոնց որ ձյանը ասֆալտ լինի, այսինքն մեր ճանշինները զարգացել են, էլի, ասֆալտի փոխարեն, սև ասֆալտի փոխարեն հիմա արդեն ձյունե ասֆալտ են փռում, տեսեք, ոչ մի աշխատանք չի կատարվել, միայն տեղում աշխատում են բարեկային ծառայության աշխատողները, ովքեր Թալինից դեպի Աշտարակ, Աշտարակից դեպի Երևան եւ հակառակ ուղղությամբ ուղեկցում են վարորդներին, որպեսզի անվտանգ հասնեն իրենց օջախներ։
Նույն պատկերն է նաև դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածում։ Նույն պատկերն է դեպի Երևան գնացող ճանապարհահատվածը։ Ոչ մի աշխատանք չի կատարվել։ Վարորդները, որ հետո արդարացիորեն բողոքում են, այն ամենաքաղցր խոսքերն են ուղում, նեղանում են, ասում են ինչի մեզի վատ խոսքեր ուղեցին։ Այս վիճակն է։ Հունվարի 19-ն է Երևան-Գյումրի ավտոճանապարհի, տեսնում եք, Կոշ գյուղի սկզբնամասում ենք, որտեղ նույնպես տիրում է բարձի թողի վիճակ։ Ճանապարհը ընդհանրապես մշակված չի աղու ավազով, մերկասառույց է, հիմա տեսնում եք, ճանապարհը այս վիճակն է։ Ընդհանրապես այմա պիտի տրակտորը աշխատեր, մաքրեր, 43 կմ հատվածում ենք, տեսնում եք։ Այսպես այնտեղ հեռվում պարեկներն են, Արագածոտի մարզի գումարտակի պարեկներն են, ովքեր ուժեղացված ծառայությունը շարունակում են։ Հենա տեսեք, հիմա ավելի այս են։ Սպասում են ավտոմեքենաները հավաքվում են ու այստեղից ուղեկցում են մինչև Երևան։ Տեսեք։ Ընդհանրապես ճանապարհը մշակված չի աղու ավազով։ Նախկինում երևի լցվել է աղու ավազ ու վերջ։ Ուղիղ գնում է դեպի Գյումրի, Թալին, Բավրա, աջ դեպի Կոշ։ Տեսեք ճանապարհի վիճակը։ Պարեկները հենա ուղեկցեցին։ Ուղեկցում են հենա դեպի Երևան։ Պարեկների խումբը այնտեղ էլի, այսպես մոտ 100-ից ավել 200 ավտո հավաքվում են, հետո պարեկները ուղեկցում են դեպի Երևան։ Մարդիկ անվտանգ գնան հասնեն իրանց օջախներին։ Այսենց։ Ապրես, Գյումրիից է գալի, այս վիճակնա ճանապարհն է։ Սառացա լրիվ։ Սա էլ դեպի Երևան ընթացող ճանապարհն է, ժողովուրդ ջան։ Այս էլ հոյես չեմ ասում, վարորդները իրենք են ասում, որ ամբողջ ճանապարհը սառացա, իրանց բառերն եմ ասում, բարդակ։ Հետո ասում են գագոն գույները խտացնում է։ Սա էլ դեպի Գյումրի Երևան 131 կմ հատվածն է։
Երևան Գյումրի ավտոճանապարհի ավելի շատ հայտնի Ագարակ աճ գնում է Ագարակ ուղիղ Գյումրի։ Տեսեք ճանապարհը ընդհանրապես մշակված չի աղու ավազով։ Հիմա պիտի աղու ավազով մշակեին։ Հետաքրքիր է Արագածոտնի տիկին փոխմարզպետը տեղյակ է այս ճանապարհից, թե հիմա սա էլ կասի, թե ճանապարհը մշակված է, երթևեկելի է, այո, երթևեկելի է, բայց բայ են երթևեկելուն։ Հունվարի 19-ն է, այս վիճակն է ճանապարհը, ոչ մի աշխատանք չի կատարվել, ոչ մի։ Դեպի Գյումրի ընթացող ճանապարհը, նաև դեպի Երևան ընթացող ճանապարհը։ Այս էլ դեպի Ուջան, Աշտարակ, Երևան, Կոշից որ գալիս ես թեքվես դեպի Երևան, այդ հատվածն է, տեսեք, ընդհանրապես ոչ մի աշխատանք չի կատարվել։ Երևի սպասում են Արագածոտնի մարզպետին ու տիկին փոխմարզպետին ճանշիները, որ նոր գան տենան ինչ են անում։ Լստեն այ։ Ընդհանրապես աշխատանքներ չի կատարվել։ Դեպի Երևանից գնում այդ հատվածն է։ Տեսեք ընդհանրապես աղու ավազ չկա լցած։ Հունվարի 19-ն է Գյումրի Երևան ավտոճանապարհի դեպի Երևան ընթացող, ինչու՞ չէ, նաև դեպի Գյումրի ընթացող ճանապարհահատվածն է։ Թալին, Գյումրի, Բավրա, Կոշի շրջանաձև հատվածում ենք, որտեղ տեսնում եք ճանապարհն ընդհանրապես մշակված չի։ Ձունը հեռացրել են, կարծես թե, բայց ոչ մի աշխատանք չի կատարվել, որ նորից լրացուցիչ աղու ավազի խառնուրդով ճանապարհը մշակեն։ Տեսնում եք վիճակը։ Նույնիսկ այս շրջանաձև Կոշից որ գալիս ես անցնես դեպի Երևան, տեսեք, կամրջի վրայա ընդհանրապես աղու ավազ ձյունը անգամ չի հեռացվել այս հատվածից։ Թող հիմա ասեն, թե սխալ տեղեկություններ ենք տարածում։ Կադրերը ամեն ինչ ասում է։ Տեսեք, ամբողջ ճանապարհը տեսեք ինչ վիճակ է։ Կոշի վարչական տարածքն է։ Սա էլ Կոշի կամուրջն է, որ Կոշից գալիս ես գնաց դեպի Երևան։
Մենակ փրկարարներն ու պարեկներն են, որ աշխատում են։ Հեսա կասեն փրկարարին ու պարեկին ա գովում, բե որ իրանք են աշխատում, ում գովամ։ Նայք ենա, դեպի կոշ գնացող ճանապարհն է, ենա կոշի ցուցանակը, ընդհանրապես տեսեք, մաքրած չի։ Տեսեք, բարձրանում է դեպի կոշ։